Գոյամարտ սերիալում իրադարձությունները շարունակում են զարգանալ միաժամանակ մի քանի ուղղություններով, և հենց դա է պատճառը, որ հեռուստադիտողներն ամեն սերիայից հետո նոր հարցեր են ունենում։ Գրեթե յուրաքանչյուր հերոս այժմ գտնվում է բարդ իրավիճակում, իսկ նախկին գաղտնիքները կամաց-կամաց դուրս են գալիս մակերես։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է եղել Ավոյի հետ, քանի որ ինչպես Էռնան, այնպես էլ Ռոզին վատ նորություններ են ստանում։ Էռնային հրավիրում են դիահերձարան, որպեսզի նա ճանաչի արդյոք Ավոն է, թե ոչ։ Ռոզիին ասում են, որ վատ լուրեր ունեն։ Վովայի գիծը շարունակում է մնալ ամենահուզիչներից մեկը։ Նրա վիրավորումից հետո ընտանիքը ցնցվեց, բացվեցին տարբեր գաղտնիքներ։ Օլգայի խոստովանությունը, որ ինքն իր հարազատ մայրը չէ, մեծ հարված էր Վովայի համար։ Վովան այդ մասին գիտեր ու նա բարձրաձայնեց։ Այդ մասին տեղեկացավ նաև Դավիթ պապը։ Շատ հետաքրքիր է, որ Վովան այդ ամենից հետո ավելի է մտերմանում Դավիթ պապի ու նրա ընտանիքի հետ։ Այսուհետև Դավիթ պապը սկսելու է նկատել մանրուքներ, որոնք նախկինում գուցե անտեսել են։ Հավանաբար Օլգայի պատմածը հետք է թողնելու Դավիթ պապի վրա ու կասկածներն ավելի է ավելացնելու։ Միևնույն ժամանակ Լեոն նոր փորձությունների առաջ է կանգնած։ Նա դեռ չի հասցրել հաղթահարել Վովայի հետ կապված ապրումները, երբ արդեն նոր վտանգ է հայտնվել։ Լեային առևանգում են, բայց նա չի հասցնում փրկել։ Լեային փրկում է Արամը։ Բնականաբար Լեոն իրեն շատ վատ է զգում ու որոշում է գնալ ներողություն խնդրելու կատարվածի համար։ Շատ հետաքրքիր է նաև Արամի համար այս ամբողջ իրավիճակը։ Վերջին զարգացումները նրան ստիպում են ավելի ուշադիր նայել Հունանին։ Տարիներ շարունակ նա վստահել է նրան, լսել նրա խորհուրդները և հավատացել նրա պատմություններին, բայց հիմա կասկածները գնալով շատանում են, հատկապես Արամի հոր մահվան պատմությունը այլևս այնքան պարզ չի թվում, որքան նախկինում։ Եթե Արամը սկսի ավելի խորանալ այդ անցյալի մեջ, հնարավոր է բացահայտի այնպիսի փաստեր, որոնք կփոխեն իր ամբողջ կյանքը, և հենց դա կարող է դառնալ նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Մանանի պատմությունն էլ շարունակում է զարգանալ։ Նա այժմ ապրում է մի միջավայրում, որտեղ ստիպված է անընդհատ հավասարակշռություն պահել։ Մի կողմից իր ընտանիքն է, մյուս կողմից նոր կյանքը, սակայն Մանանը շարունակում է մտածել ոչ միայն իր, այլ նաև մյուսների մասին։ Նա այն հերոսներից է, ովքեր փորձում են հասկանալ բոլոր կողմերին, նույնիսկ այն ժամանակ, երբ շատ դժվար է։ Շատ հեռուստադիտողներ հենց այդ պատճառով էլ ենթադրում են, որ ապագայում Մանանը կարող է կարևոր դեր ունենալ մեծ գաղտնիքների բացահայտման մեջ։ Նա շատ բան է տեսել, շատ մարդկանց է ճանաչում և հաճախ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որտեղ մյուսները չեն լինում։ Ավոյի հնարավոր վերադարձը շարունակվում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նույնիսկ նրա բացակայության ընթացքում նրա անունը շարունակում է հնչել տարբեր խոսակցություններում։ Դա ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն ունի նա պատմության վրա։ Հեռուստադիտողներին հիմա հետաքրքրող ամենամեծ հարցերից մեկն այն է, թե ինչպես է Ավոն փրկվել և ով է փրկել նրան։ Շատ հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու։ Եթե Ավոն վերադառնա, հավանական է, որ շատ մարդիկ ստիպված լինեն վերանայել իրենց որոշումները։ Նա չափազանց շատ բան գիտի անցյալի մասին և չափազանց շատ հարցերի պատասխաններ ունի։ Հունանի համար էլ այս իրավիճակը գնալով բարդանում է։ Արտաքուստ նա դեռ փորձում է վերահսկել ամեն ինչ, բայց ներսում արդեն երևում են ճաքերը։ Լեան հեռանում է նրանից հոգեպես, Ինան ավելի հաճախ է հակադրվում։ Արամն արդեն սկսում է կասկածել։ Հենց սա է Գոյամարտի ներկայիս գլխավոր ինտրիգը, ոչ թե միայն այն, թե ով ում հետ կվիճի կամ կհաշտվի, այլ այն, թե երբ և ինչպես են բացահայտվելու տարիներով թաքցված գաղտնիքները։ Առաջիկա սերիաներում հեռուստադիտողներին կարծես սպասում են նոր բացահայտումներ, ընտանեկան բախումներ, սիրային փորձություններ և անցյալի պատմություններ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել հերոսների կյանքը։ Գոյամարտը շարունակում է կառուցել իր պատմությունն այնպես, որ յուրաքանչյուր նոր դրվագից հետո հարցերն ավելի շատ են դառնում, իսկ պատասխաններն ավելի սպասված։ Դե իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին։